Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ուսումնասիրել ենք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա ծնողների Էդուարդ Հարությունյանի և Մարինե Աղաջանյանի 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Արայիկ Հարությունյանը նշանակվեց կրթության ու գիտության, իսկ վերակազմավորումից հետո կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար ու պաշտոնավարեց մինչև 2020 թվականի նոյեմբերի 23-ը։ Պաշտոն անկարվելուց 2 օր անց նոյեմբերի 25-ին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդականի, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ին նրա աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։ Որպես անշարժ գույք Հարությունյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 հողամաս Կոտայքի մարզի Նայերի համայնքում, որը նա գնել է 2022 թվականի օգոստոսի 10-ին։ 2024 թվականի մարտի 26-ին նա 1.215 միլիոն դրամով հողամաս է գնել Տավուշի մարզի Իջևան համայնքում։ Դեկտեմբերի 3-ին էլ 36 միլիոն 323 902 դրամով բնակարան Երևանում, որոնց նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա Արայիկ Հարությունյանը չի հայտարարագրել։ Հարությունյանի հանձնած ու վերադարձած փոխհարությունների գումարը կազմել է 7 միլիոն 223 902 դրամ Ջերմուկ Գրուպ ՍՊ-ից։ Պաշտոնյայի բանկային հաշիվները տարեսկզբին եղել է 10 միլիոն 411 843 դրամ, տարեվերջին արդեն 11 միլիոն 514 412 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100,000 դրամ, տարեվերջին արդեն 90,000 դրամ։ 2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 26 միլիոն 771 873 դրամ, որից 23 միլիոն 806 826 դրամը Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 2 միլիոն 965 047 դրամը Ֆիննախից ստացած այլ եկամուտը։ Ստացված վարկերի ու փոխհարությունների մայրգումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 միլիոն 420 432 դրամ։ Վերջինս իր եկամուտներից 3 միլիոն 696 դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, բացի այդ նա 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող 5 միլիոն 466 356 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել, չհստակեցնելով, թե ինչ։ Վերջինիս հայրը Էդուարդ Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը նա գնել է 2006 թվականի հունիսի 8-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա, սակայն նա չի հայտարարագրել։ Էդուարդ Հարությունյանի բանկային հաշիվները տարեսկզբին կազմել է 7231 դրամ, տարեվերջին արդեն 1100 դրամ։ Որպես կանխիկ դրամ նա տարեսկզբին հայտարարագրել է ընդամենը 40,000 դրամ, տարեվերջին արդեն 25,000 դրամ։ Արայիկ Հարությունյանի հոր Էդուարդ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 818 640 դրամ, որը վերջինիս կենսաթոշակն է։ Հարությունյանի մայրը Մարինե Աղաջանյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանն է, ու այս բնակարանին նա իր ամուսնու հետ տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Մյուս բնակարանին, որը գնվել է 2002 թվականի դեկտեմբերի 25-ին, վերջինս տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Այն նույնպես գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ 2 բնակարաններն էլ տարեվերջին պահպանվել են։ Շարժական գույք ավտոմեքենա նա ևս չի հայտարարագրել։ Տիկնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9404 դրամ, տարեվերջին 3064 դրամ։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 25000 դրամ, տարեվերջին 20000 դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 526 254 դրամ, որը վերջինիս կենսաթոշակն է։
Իսկ դուք եթե ուզում եք իմանալ ավելին, ապա մնացեք Օրագիր Նյուզի հետ։